Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, սիրելի ռուստադիտողներ։ Մեր պատմություն հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք Երևանների արքայատոհմի մասին։ Երևանները համահայկական նշանակության թագավորություն են ստեղծել։ Ըստ էության նրանք Վանի թագավորության ժառանգության վրա էին գահակալում, այսինքն զբաղեցնում էին նախորդ համահայկական թագավորության ամբողջ տարածքը եւ այդ նույն նշանակությունը փոխանցել էին իրենց թագավորությանը։ Այստեղ կա մի շատ հետաքրքիր եւ կարեւոր հանգամանք, որի մասին մենք առանձնակի պետք է խոսենք։ Պատմահար Մովսես Խորենացին Երևաններին ներկայացնում է իբրև հայկազուններից սերող տոհմաճյուղ, այսինքն մեր անվանադիր նախնու Հայկ Նահապետի հետ ուղղակիորեն փոխկապակցված փաստորեն ընտանիքի շարունակություն իբրև կրտսեր տոհմաճյուղ։ Եվ այսպիսով այսօր խոսելու ենք Երևանների մասին։ Երևանների արքայատոհմի հաստատման ստույգ թվական պատմաբաններին հայտնի չէ։ Մեզ են հասել երկու սկզբնաղբյուրներ, որոնք որ խոսում են Երևան առաջինի ժամանակաշրջանի մասին եւ թույլ են տալիս եզրակացնել, որ նա գահակալել է Քրիստոս առաջին 580-70-ական թվականներին։ Այդ երկու սկզբնաղբյուրներն են մեկը Մովսես Խորենացու պատմություն հայոց երկը եւ մյուսը Քսենոփոնի Քյուրոպեդիա աշխատությունը։ Քսենոփոնը հույն հեղինակ էր, որ ապրել է Երևանից մոտավորապես 170 տարի հետո եւ իդեպ այդ ժամանակ այցելել է Հայաստան։ Այս անձնավորությունը առավել հայտնի է մեր ռուստադիտողներին իր մեկ այլ աշխատությամբ, Անաբասիս կամ նահանջ-բյուրոց աշխատությամբ, որի մասին մեր այսօրվա հաղորդման մեջ անպայման խոսելու ենք։ Բայց այժմ խոսենք Երևան առաջինի ժամանակաշրջանի մասին։ Նրանից քիչ փաստեր են հայտնի եւ մեր պատմահայրը նրան անվանում է սակավակյաց կարճ կյանք ունենալու պատճառով եւ հայտնի է, որ նրա որդիներն են եղել Տիգրանը, ապագա Տիգրան Երևանդյան արքան եւ Շավարշը։ Քյուրոպեդիա աշխատության մեջ ներկայացվում են Հայաստանի փոխհարաբերությունները հարևան Մարաստանի թագավորության, ինչպես նաեւ նոր բարձրացող թագավորության Պարսից թագավորության արքա Աքեմենյան արքա Կյուրոս մեծի հետ։ Եվ այս հարաբերությունների նկարագրությունը շատ հաճախ կրում է նույնիսկ միջանձնային հարաբերությունների ներկայացման բնույթ։ Հայերի պատմական հիշողության մեջ հետաքրքիր ձևով արտացոլվել է Տիգրան առաջինի պայքարը թագավորության պահպանման համար եւ դա արտացոլվել է Տիգրան եւ Աժդահակ վիպերգի տեսքով, որը իր արտացոլումն է գտել իհարկե մեր պատմահար Մովսես Խորենացու աշխատության մեջ։ Պատմահայրը նկարագրում է այս իրավիճակը հետևյալ կերպ. Դինաստիական ամուսնություն կար հայոց թագավորության եւ Մարաս թագավորի միջև, մասնավորապես Մարերի արքա Աժդահակը, որ հունական աղբյուրներում հանդես է գալիս Աստիագես անունով, ամուսնացել էր հայոց թագավորի քրոջ Տիգրանուհու հետ։ Եվ այս ամուսնությունը պայմանավորված էր իհարկե նրանով, որ տարածաշրջանում Մերձավոր Արևելքում մի շատ հետաքրքիր համակարգ կար, այստեղ մասնավորապես իրանական հատկապես համակարգում կար արքայից արքա ինստիտուտ, այսինքն կար մի թագավոր, ով գերագահ է մյուս թագավորների նկատմամբ եւ նա շատ հարցերում կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ նրան ենթակա թագավորների տարբեր հարցերի առնչությամբ։ Այսինքն օրինակ կարող էր պահանջել, որ ենթակա թագավորները ուղարկեն իրենց գահաժառանգներին իր մոտ իբրև մեծանան այդպես եւ դա դեռևս մենք տեսնում ենք Աժդահակից առաջ այս համակարգը որ կիրառվում է, խոսքը իհարկե Մարաստանի Կիաքսար արքայի մասին է, երբ որ նրա ժամանակ այս համակարգը հստակ աշխատում էր։ Եվ հենց այս ժամանակաշրջանի իրողություններից է գալիս այն մտերմությունը, որ կա հայոց թագավոր Տիգրանի եւ Պարսից թագավոր Կյուրոսի միջև։ Այս երկու արդեն թագավորները ժամանակին դեռ երբ գահաժառանգներ էին, հենց մարական արքունիքում պետք է որոշակի ծանոթություն ձևավորեին եւ մանկուց հատկապես պատանեկան տարիներից լինեին որսընկերներ եւ փոխադարձ ընկալման մթնոլորտ ձևավորվել, ինչը իհարկե հետագայում պետք է ազդեր նրանց համատեղ քաղաքական որոշումների վրա։
Երբ խոսում ենք Երևանուհիների արքայատոհմի սկզբնական շրջանի հետ, մի շատ ուշագրավ հանգամանք է նկատում հույն պատմագրության հայր Հերոդոտոսը։ Նա նշում է, որ Երևանուհիների արքայատոհմի ժամանակաշրջանի Հայաստանը, հայոց թագավորությունը զբաղեցնում էր ահռելի տարածք, հյուսիս-արևմտյան հատվածում հասնում էր մինչև Մերձսևծովյան տարածքներ, իսկ հարավ-արևելքում մինչև Մարաստան։ Եվ ընդհանուր աշխարհագրական տեղանքի նկարագրությունը նրա մոտ ցույց է տալիս, որ հայոց թագավորությունը ի սկզբանե զբաղեցնում էր Վանի թագավորության նախկին ամբողջ տարածքը։ Սա խոսում է այն մասին, որ չէր կարող օդից հայտնվել նոր հայկական թագավորություն եւ որ Վանի թագավորությունն իսկապես համահայկական նշանակություն էր ունեցել եւ հայերը շատ արագ փաստորեն այդ նույն սահմաններով Երևանուհիների գլխավորությամբ նոր թագավորություն են հիմնում։ Այսինքն մենք գործ ունենք Վանի համահայկական թագավորությունից հետո Երևանուհիների համահայկական թագավորության հետ եւ նոր տոհմով, որը որ խորենացու համար յուրային է, այսպես ասած, հայկական հայկազյան եւ բխում եմ Հայկ Նահապետի շառավիղներից։ Երբ մենք համատում ենք փաստորեն տարբեր սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունները, ակնհայտ է դառնում, որ անգամ օտարների ընկալման մեջ հայոց թագավորությունը իսկապես թեպետ Մարաստանին որոշակի սկզբնական շրջանում ենթակայության պայմաններով այնուամենայնիվ ընկալվում է որպես լիարժեք թագավորություն պետական պաշտոնեության իր ամբողջական համակարգով։ Այստեղ ուշագրավ է նաև շեշտել, որ հիշատակվում է նաև զորքի թվաքանակ։ Եվ այդ թվաքանակը հետևյալ կերպ են նկարագրվում, որ հայոց զորքի հետևակի կեսը 20,000 էր, հեծելազորի կեսը 4,000 եւ եթե կեսը այդքան է, ապա երկու անգամ բազմապատկելով ստանում ենք իրական թվաքանակը, այսինքն 40,000 մեր հետևակներ եւ 8,000 հեծելազորը։ Եվ այսպես մենք ստանում ենք թվաքանակի մասին տեղեկություն, որ առաջին Երևանուհիների օրոք հայոց թագավորության փաստորեն զորքը 48,000 էր։ Չափազանց հետաքրքիր է, որ Երևանուհիների այդ վաղ շրջանի հետ կապված եւ հայ պատմագիրը Մովսես Խորենացին եւ հույն պատմիչը Քսենոփոնը ներկայացնում են կանանց հետաքրքիր կերպարներ, մասնավորապես նույն Տիգրանուհու կերպարը, որ փաստորեն Հայաստանի համար քաղաքական առանցքային որոշման մասնակից է լինում, նա եղբորը հայտնում է, որ Մարաստանի արքան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա եւ դա պատրաստվում է խաբեությամբ անել եւ փաստորեն հայոց արքայի քույրը հայտնում է Տիգրանին, որ նման բան է լինելու, Տիգրանը նախապատրաստվում է եւ կարողանում է հաղթանակի հասնել։ Ստացվում է, որ Տիգրանուհին Հայաստանի համար վճռորոշ նշանակություն է ունենում իբրև կերպար, եւ եթե այս կերպարը արտացոլվել է վիպերքի տեսքով ժողովրդական պատմական հիշողության մեջ, դա նշանակում է, որ կնոջ դերը բավական գնահատված է եղել հին եւ միջնադարյան Հայաստանում։ Եվ մեկ այլ կնոջ շատ հետաքրքիր մի դրվագ կա, նույնիսկ կարելի ասել ռոմանտիկ մի դրվագ է, կապված է իհարկե արդեն Տիգրան Երվանդյանի կնոջ հետ, երբ Կյուրոս մեծին օրինակ բոլորը այդպես հաճոյախոսում էին, երբ քծնանքի մի մթնոլորտ է բոլոր կանայք հպատակ թագավորների կանայք եւ բոլոր խոսքերն էին շռայլում, լավ խոսքերը նրա հասցեին, հիանում էին նրանով։ Այստեղ ուշագրավ է, որ երբ Տիգրանը նմանատիպ հարց է ուղղում իր կնոջը, թե իսկ նա ինչ կասի այդ ամենի առիթով, ինչքանով էր նրա հիացմունքը արտահայտված, նա շատ հետաքրքիր պատասխան է անում, որ հիացած էր այն մարդով, ով որ պատրաստ էր իր կյանքը իր համար զոհաբերել։ Այստեղ խոսքը իհարկե այն մասին է, որ այդ գործընթացի ժամանակ, երբ հարցեր էին ուղղվում Տիգրան Երվանդյանին, թե ինչի է պատրաստ օրինակ իր տիկնոջ համար, նա պատասխանել էր, որ պատրաստ էր անգամ կյանքը զոհել եւ ստացվում է, որ այս փոխադարձ արժանապատիվ մոտեցումը կա ամուսինների մոտ հայկական բարձրագույն էլիտայում, որը արձանագրել է հին Հունաստանում ապրած, Աթենքում ապրած եւ ստեղծագործած պատմիչը։ Երվանդ առաջին Սակավակյացից հետո հայոց գահին է բազմում Տիգրան առաջինը։ Տիգրան առաջինի գահակալության մասին խոսում են եւ Քսենոփոնը եւ Մովսես Խորենացին։ Իդեպ Քսենոփոնը չի նշում Երվանդի անունը, բայց քանի որ Տիգրանի մասին երկուսն էլ խոսում են եւ նաեւ
հոր մասին են խոսում, իսկ խորենացին հոր անունը կոնկրետ նշում է, դրա համար պատմաբանները եզրակացրել են, որ Տիգրանի հոր մասին հիշատակությունները Եվրոպեդիայում նույնպես վերաբերում են բնականաբար Երվանդ առաջին Սակավակյացին։ Տիգրան առաջինի գործնեության ժամանակաշրջանը համապատասխանում է տարածաշրջանում նոր փոփոխությունների մի շրջանին։ Բան այն է, որ Քրիստոս առաջ 553 թվականին Պարսից արքա Կյուրոս II ապստամբում է Աժդահակի Աստիագեսի դեմ, Մարաստանի գերիշխանությունը փորձում է տապալել եւ ընդամենը 3 տարի անց կարողանում է գրավել նրանց ամբողջ տարածքը, նույնիսկ նրանց մայրաքաղաքը, եւ այսով դառնում է տարածաշրջանի թիվ 1 գահակալը։ Այսինքն մենք գործ ունենք մի ժամանակաշրջանի հետ, երբ ձևավորվում է մինչ այդ նախադեպը չունեցած փաստորեն ծավալների մի պետություն, Աքեմենյան պարսկական տերությունը, որը գրեթե ամբողջ մերձավոր արևելքը պետք է իր մեջ ընկղմի։ Այս համակարգում Հայաստանը բնականաբար պետք է ունենար իր որոշակի դերը, եւ քանի որ Տիգրանի եւ Կյուրոսի միջև հարաբերությունները բավական միմյանց նկատմամբ ջերմ եւ փոխադարձ հարգանքի վրա են կառուցված, բնականաբար այս իրավիճակում Հայաստան ունենալու էր առանձնահատուկ կարգավիճակ նոր տերության մեջ եւ պատահական չէ, որ օրինակ Բաբելոնի ուղղությամբ արշավանքը վստահված էր հենց Տիգրանին։ Պատահական չէ, որ Տիգրանը տերության արևմտյան աստորեն հատվածի թիվ 1 անձն էր, այդ փոխարքա կուսակալի որոշակի գործառույթներ ուներ։ Այսինքն ստացվում է, որ Տիգրանը առանձնաշնորհյալ դեր ուներ այս նոր տերության համակարգում։ Ամեն ինչ փոխվում է, երբ որ Իրանում քաղաքալական որոշակի պայքարից հետո գահին բազում է Դարեհ առաջինը։ Դարեհ առաջինը օրինական գահաժառանգ չէր եւ այս հանգամանքը մեծ ապստամբական մթնոլորտ է առաջ բերում ամբողջ տերությամբ եւ այդ ապստամբական կենտրոններից մեկը ձևավորվում է Հայաստանում։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ Դարեհը ճնշելով ապստամբությունները դրանց մասին թողնում է եռալեզու արձանագրություն։ Բեհիստունյան արձանագրության մասին է խոսքը։ Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ գտնվող Բեհիստուն կամ Բիսեթուն կոչվող վայրի ահռելի ժայռի վրա նա թողնում է եռալեզու արձանագրություն եւ այս եռալեզու արձանագրության երկու լեզուների տարբերակում խոսքը այստեղ պարսկերեն եւ էլամերեն տարբերակների մասին է, նա նշում է Հայաստանը Արմենիա անվան երկու տարբեր ձևերով, Արմինա եւ Հարմինուիա, իսկ ահա բաբելոներեն հատվածում նշում է Ուրաշտու ձևով, այսինքն խոսքը այստեղ գնում է միևնույն պետության մասին, միևնույն պետական կազմավորման եւ այս առումով մենք տեսնում ենք որոշակի նույնականություն Հայաստանի Արմենիա տեղանվան եւ Ուրարտու Արարատ փաստորեն տեղանվան հիշատակության այդ միտման մեջ։ Բեհիստունյան արձանագրությունը ներկայացնում է, որ տեղի ունեցել 5 արշավանք դեպի Հայաստան։ Այսինքն Աքեմենյանները հեշտությամբ չէ որ ճնշել են Հայաստանի ըմբոստությունը, Հայաստանը փաստորեն չէր համակերպվում կարգավիճակի նվազեցման հետ եւ դրա համար ըմբոստություն էր ցուցաբերում։ Առաջին 3 արշավանքները ղեկավարել է Դադաշի շանունով հայազգի մի զորավար, այնուհետև Հայաստանի դեմ ուղարկվել է Վահումիս անունով պարսիկ մեկ այլ զորավար։ Եվ այս արշավանքները միայն վերջում փաստորեն հաջողություն են բերել Դարեհին, չնայած իր արձանագրության մեջ Դարեհը նշում է, որ բոլոր արշավանքները հաջողությամբ են ավարտվել, բայց անտրամաբանական է, եթե հաջողությամբ ավարտվեին, ինչու պետք է նորից նա արշավանք կազմակերպեր։ Եվ շատ հետաքրքիր է, որ վայրերի հիշատակությունը, ճակատամարտերի վայրերի հիշատակությունը եւ տեղագրության կազմումը մեզ տալիս է մի ուշագրավ պատկեր, որ Հայաստանի հարավային սահմանը պետք է ավելի հարավ լիներ, քան մենք ավանդաբար կարծել ենք օրինակ մեծ հայքի քարտեզներ կազմելիս, օրինակ աշխարհացույցյան սահմաններից։ Եվ աշխարհացույցով գծված հարավային սահմանից հայկական Տավրոսի լեռներից շատ ավելի հարավ պետք է լինեին այդ սահմանները։ Ինչու՞։ Որովհետև անտրամաբանական կլիներ, որ հայկական զորքերն անցնեին սահմանը, խրվեին պարսկական սահմանի խորքը եւ այնտեղ նոր ճակատամարտ տային պարսկական բանակին։ Բնական է, որ պետք է գործողությունները տեղի ունենային կամ անմիջապես սահմանագծին մոտ, կամ Հայաստանի տարածքից ներս, եթե մենք դիմադրում ենք, պաշտպանվում ենք օկուպացիոն բանակից։ Եվ սա թույլ է տվել ուսումնասիրողներին, մասնավորապես պատմական աշխարհագրության երևելիներից, նշանավոր մասնագետներից Պապկեն Հարությունյանին պնդելու, որ ճակատամարտերը տեղի են ունեցել
փաստորեն վայրում, որոնք որ Հայաստանի հարավային սահմանից ներս են եղել, այսինքն Հայաստանի սահմանները հարավում շատ ավելի ընդարձակ են եղել, քան ավանդաբար պատկերացրել են պատմաբանները։ Երբ մենք խոսում ենք Գերմանուների գործունեության հետագա փուլի մասին, պետք է նշենք այն փաստը, որ Քրիստոս առաջ 520 թվականին Դարեհ առաջինը կատարում է մի բարեփոխում կամ վերափոխում ավելի ճիշտ, որը կոչվում է սատրապական վերափոխում, այսինքն ամբողջ հսկայական Աքեմենյան տերությունը բաժանվում է կուսակալությունների, որոնք կոչվում էին սատրապություններ։ Եվ այս սատրապություններից 13-րդը Հայաստանն էր։ Սատրապական Հայաստանի մասին հիշատակությունները բավական քիչ են եւ առանձին հատվածական ինչ-որ տեղեկություններ են առկա, օրինակ Հերոդոտոսի մոտ, բայց ամենաառանցքային սկզբնաղբյուրը իհարկե Քսենոփոնի արդեն մեկ այլ աշխատություն է, Անաբասիսը, նահանջ բյուրոց, այսինքն 10,000-ի նահանջ աշխատությունը։ Բանն այն է, որ Քսենոփոնը Քրիստոսից առաջ 401-ից 400 թվականներին այցելել է Հայաստան, եւ այդ այցը ոչ թե եղել է զբոսաշրջային շրջայց, այլ կապված էր Աքեմենյան Պարսկաստանում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների հետ։ Ուրեմն 431-ից 404 թվականներին Հունաստանում քաղաքացիական պատերազմ է ծավալվում մի քանի խոշոր դերակատարների միջև, որոնց իհարկե միավորում էին Աթենքը եւ Սպարտան։ Պատերազմում ի վերջո փոխնիփոխ հաջողություններից հետո հաջողության է հասնում Սպարտան, որին աջակցում էր Աքեմենյան Պարսկաստանը, եւ այդ պատերազմի իբրև արդյունք ոչ միայն քաղաքական նոր կացություններ Հունաստանում, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական նոր մթնոլորտը։ Այստեղ այնքան մարդիկ հուսալքված ու բարոյալքված վիճակում են հայտնվում, որ ձևավորվում է վարձկանի հոգեբանություն։ Եվ այս հոգեբանության պայմաններում ի հայտ են գալիս նույնիսկ մարդիկ, ովքեր որ մեծ թվով վարձկաների էին հավաքում եւ գումարի դիմաց տեղափոխում այլ պետությունների համար պատերազմելու կամ միմյանց դեմ օգտագործելու համար։ Եվ ահա Քսենոփոնը, որ ոչ միայն իր ժամանակաշրջանի հեղինակ էր, իսկ ոչ միայն ստեղծագործող էր, այլ նաեւ հին Հունաստանի քաղաքական գործիչներից էր, զորավար էր, ձևավորում է վարձկանական զորամաս 10,000 մարդիկ, ովքեր պետք է մասնակցեին Աքեմենյան տերության արքայից արքա Արտաքսերքսեսի դեմ նրա կրտսեր եղբոր Կյուրոս կրտսերի ապստամբությանը։ Եվ ապստամբները եւ վարձկանները Կունաքսայի ճակատամարտում պարտություն են կրում Արտաքսերքսեսի ուժերից եւ դրանից հետո պետք է որևէ կերպ փախուստի դիմեին։ Փախուստի երկու ճանապարհ կար, մեկը դեպի Միջերկրական ծովի արևելյան ափ, որը ամբողջությամբ գտնվում էր Աքեմենյանների վերահսկողության տակ, եւ մյուսը դեպի Սև ծով, որի ճանապարհը Հայաստանի տարածքով։ Բանն այն է, որ Սև ծովի ափին կային հունական գաղութներ, եւ այստեղ Քսենոփոնը հույս ուներ ստանալ անհրաժեշտ բարենամթերք եւ իհարկե նաեւ ստանալ նավեր, որպեսզի հնարավոր լինի վերադարձը դեպի Հունաստան։ Բայց Հայաստանով անցնելը եւս վտանգավոր է եւ դա ունի որոշակի պատճառ։ Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության կազմում եւ բացի այդ Հայաստանի սատրապը Երվանդական տոհմի ներկայացուցիչ Երվանդ II-ն է, ով այդ պահին Արտաքսերքսես արքայի փեսան էր, նրա դուստր Հռոդոգունեի ամուսինն էր եւ բնականաբար պետք է սատար կանգներ իր աներոջը այս դժվարին պայքարում։ Քսենոփոնի աշխատությունը բացառիկ սկզբնաղբյուր է այդ ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրման համար։ Այն ներկայացնում է ոչ միայն էլիտաների, այսինքն մեր վերնախավի իրավիճակը, սովորաբար սկզբնաղբյուրները առաջին հերթին խոսում են հենց էլիտայի մասին, թագավորներ, ավագանի եւ այլն, այլև այստեղ նա խոսում է բնակչության կենցաղի մասին, սկսած նրանից, թե ինչպիսին էին տները եւ մարդիկ ինչ լեզվով էին խոսում, մինչև այնպիսի հարցեր, թե մարդիկ ինչ զբաղմունք ունեին, եւ նա ապշած է Աթենքից եկած, այսինքն այդ ժամանակաշրջանի համաշխարհային մակարդակով մեգապոլիսից եկած քաղաքից այս մարդը ապշած է, թե ինչպիսի պայմաններում են ապրում հայ գյուղացիները։ Իր համար տեսարանը բավականին զարմանալի է։ Նա նաև շատ լավ գիտի, որ Աթենքին մերձակա հատվածներում պահպանվել էր օրինակ ստրկության որոշակի իրավիճակ, այսինքն հասարակական հարաբերություններում օրինակ ստրկությունը մերժելի չէր։
Հայաստանում նա նման բան չի նկարագրում։ Ավելին, այնքան ազատ են գյուղական համայնքում, որ նույնիսկ փաստորեն օտարական զինվորների հետ են շփվում եւ հույն զինվորների մեջ թշնամի չեն տեսնում, անգամ հյուրասիրում են, բերում են հյուրասիրություն են իրականացնում, միայն թե բնականաբար սնվեն եւ հեռանան իրենց բնակավայրից։ Եվ ստացվում է, որ իր ներկայացրածի մեջ հայ գյուղացին այդ ժամանակ սեղանին դնում էր մսամթերքի ահռելի տեսականի, թռչնամսից սկսած մինչև խոշոր եղջերավոր անասուններ եւ հացահատիկի շատ մեծ տեսականի։ Սա խոսում է նստակյաց երկրագործական ավանդույթներ ունեցող հասարակության մասին, այսինքն եւս մեկ ապացույց, որ մենք գործ ունենք հայ երկրագործ հասարակության հետ, որին նա անվանապես էլ նշում է իբրև հայ գյուղացիներ եւ իհարկե նաեւ այս ամենը հնագիտական պեղումներից գտնված նյութի հետ եւս նույնական է։ Երբ խոսում ենք Երևանների ժամանակաշրջանի այս փուլի մասին, բնականաբար պետք է նշենք նաեւ, թե ինչպես է նա նկարագրում հայ գյուղացիների բնակության պայմանները։ Պարզվում է տները կիսագետնափոր եւ գետնափոր են, որոնք ապահովում են ամառվա տապին բավականին զով պայմաններ եւ ձմռանը հակառակը տաք պայմաններ եւ սա նրա համար եւս ուշագրավ մի տեսարան էր։ Նա նաեւ նկարագրում է այդ տների երթիկի հատվածը, այսինքն առաստաղ եւ դեպի տանիք դուրս եկող հատվածը, որը հազարաշեն այդ տների, ինչպես նույնիսկ մեր մինչև 20-րդ դարի սկիզբ պահպանվել էր տների առաստաղները հազարաշեն ձևով կառուցվող փայտերի կոմբինացիա էր, այդ նույն սկզբունքով ներկայացնում է։ Հետաքրքիր է, որ միջնադարյան հայ եկեղեցաշինությունը այս ավանդույթը պահպանել է հենց իր մեջ, արդեն քարեղեն սիմֆոնիա է ստացել եւ հատկապես այդպիսի առաստաղով զարդարվում են մեր միջնադարյան եկեղեցիների գավիթների առաստաղները, մասնավորապես հատկապես 12-ից 13-րդ դարերում կառուցված գավիթները։ Երբ խոսում ենք Քսենոփոնի Անաբասիս աշխատության մասին, իհարկե չենք կարող չնշել նրա առանցքային եւ բացառիկ տեղեկությունները նաեւ քաղաքական համակարգի մասին։ Նա է նշում, որ հայոց սատրապը այդ ժամանակ Օրոնտեսն է, այսինքն Երվանդ II-ը։ Նա է նշում, որ Արևմտյան Հայաստանի հյուպարքոսություն է ձևավորվել, կուսակալություն, որ ենթակա էր Երվանդին, եւ այդտեղ նա նշում է, որ հյուպարքոս էր նշանակված Տիրիբազը։ Եվ նշում է փաստորեն, որ նրանք հետապնդում էին իրեն, բայց այդպես էլ իրեն չէին հասնում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ սա կասկածի տեղ է տալիս, որ Երվանդը իրականում այնքան էլ ոգևորված չէր նրանց ձերբակալելու կամ կանգնեցնելու հարցում։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ 360-ական թվականներին նա գլխավորում է ապստամբություն փոքրասիական սատրապությունների ընդդեմ Աքեմենյան արքունիքի եւ պարտությունից հետո փախուստի է դիմում Հունաստան։ Այսինքն ակնհայտ է, որ ինչքան էլ Քսենոփոնը խուսափեր քաղաքներից, որտեղ ամրություններում ըստ իր խոսքերի հենց Երվանդի զորքերն էին, այնուամենայնիվ նույնիսկ գյուղերով անցնելիս Երվանդը բնականաբար կարող էր նրա համար լուրջ խոչընդոտներ ստեղծել։ Սատրապական շրջանի մասին հիշատակությունները բավականին սուղ են։ Հայտնի է, որ սրանից հետո մեկ էլ հանկարծ հայոց սատրապական գահին հիշատակվում է Աքեմենյան վերջին արքա Դարեհ III Կոդոմանոսը, իբրև Հայաստանի սատրապ, եւ ամենայն հավանականությամբ այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ փաստորեն ապստամբությունից հետո փորձել են օտարները, տվյալ դեպքում Աքեմենյանները, հայոց սատրապական գահից հեռացնել Երևաններին, որ նոր ապստամբություն կանխեն, եւ դրա համար դրել են իրենց ապագա գահաժառանգին, իրենց ապագա թագավորին, որ դրանով Հայաստանում իրավիճակը իրենց համար կայունացնեն։ Եվ այս իրադարձություններից հետո մեկ էլ հանկարծ Ալեքսանդր Մակեդոնացու արշանքների ժամանակաշրջանում տեսնում ենք հայոց սատրապական գահին Երևանների վերականգնումը եւ ապագա Երվանդ III արքան, այն մարդը, ով պետք է վերականգնի Հայաստանի լիարժեք անկախությունը եւ թագավորության կարգավիճակը, հիշատակվում է իբրև սատրապ։ Մեր պատմությունը հաղորդաշարի շրջանակում Երևաններին նվիրված մեր առաջին համարը մոտեցավ իր ավարտին։ Մենք շարունակենք Երևանների մասին խոսել մեկ այլ
հաղորդման շրջանակում մասնավորապես թագավորության վերականգնումից Քրիստոս առաջ 331 թվականից մինչև թագավորության անկում 201 թվականը իրադարձությունները ներկայացնելով։ Իսկ այսօր մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ ATV եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։